Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում այսօր Մոնիկա Մամյանի փոխարեն աշխատում է Լիաննա Խաչատրյանը, Թարմ ուղեղով հաղորդաշարն է եթերում եւ մենք այսօր կզրուցենք Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, Տիկին Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Պարոն Մեհրաբյան, նախքան անցնել բուն թեմային, փոքրիկ հարց, ինչպես դուք հայտնի եք, հա, ձեր արտաքին քաղաքական որոշակի այսպես հայացքներով, ինչպես դուք կմեկնաբանեք Մոսկվա այցից հետո Մոսկվայից հնչող, այսպես ասենք, սպառնալիքները Հայաստանի նկատմամբ։ Ըստ մինչև Մոսկվա մեկնելն էլ մենք ունեինք ճգնաժամ։ Մոսկվա կատարած այցը դա ոչ միայն հաստատեց, այլև process-ը թևակողեց, այսպես ասենք, ակտիվ գործողությունների շրջափուլ։ Եվ մենք գործ ունենք, այսպես երկամսյա առաջիկա երկամսյա գրոհի հետ, որին մենք բախվելու ենք եւ որին բնականաբար դիմագրավելու ենք, որովհետեւ մեր առաջ դրած երկընտրանքը հետեւյալն է. բարեկամություն մեզ հետ պետության դիմաց, կամ դուք մեզ հետ կունենաք խնդիրներ։ Մոտավորապես այսպես։ 2 ամիս նշեցիք, այսինքն այս շրջապատը վերաբերվում է հենց ընտրություններին։ Այս փուլում, այո, բայց դա դեռ չի նշանակում, որ դա ամբողջ process-ն է։ Դա process-ի, այսպես ասենք, ներկայիս շրջափուլն է եւ ամսի 8-ից հետո կխոսենք ինչ կլինի։ Պարոն Մեհրաբյան, ընտրությունների վերաբերյալ եւ ընդհանրապես Մոսկվայի թաթախված լինելու վերաբերյալ կա առնվազն ես լսել եմ հիմնականում 2 հակադիր կարծիք։ Առաջին խումբը կարծիքների ասում է, որ այո, Ռուսաստանի Դաշնությունը, այսպես ասած, հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ եւ փորձում է խառնվել ընտրություններին։ Երկրորդ կարծիքը խումբը ասում է, որ Ռուսաստանի համար մեծ հաշվով կարևոր չէ թե ով կլինի Հայաստանում իշխանություն, որովհետև Ռուսաստանը գիտակցում է իր մեծ դերը եւ իր ազդեցությունը տարածաշրջանում եւ այսպես թե այնպես լինի դա Նիկոլ Փաշինյանը կամ ով ուզում է լինի, Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա պայմանավորվել։ Տեսեք, սրանք հակադիր մոտեցումներ չեն։ Սրանք փոխլրացնում են, որտեղ երկուսն էլ ճիշտ է։ Բայց այստեղ խնդիրը հետևյալն է. Ռուսաստանն այո, իրոք հետաքրքիր չի, թե ինչպիսին է լինելու անուն ազգանունը Հայաստանի ապագա վարչապետի։ Դա կարող է լինել նաև ներկայիս վարչապետը իր անվամբ եւ ազգանվամբ։ Ռուսաստանին պետք է որ նա լինի հնարավորինս կախված, հնարավորինս թույլ։ Եթե հնարավոր է, նաև հնարավորինս այսպես ապականված եւ խոցելի ըստ այդմ, որ Ռուսաստանն էլ պարզ ասած երբ ուզենա, որտեղից ուզենա խոցի իր այդ ձեր ասած նշանակությունը, պահպանելու, ընդլայնելու եւ մեր քաղաքականության վրա ազդելու նպատակով։ Հետևաբար ռուսները խաղում են այնպես ինչպես պրեֆերանսում, հա։ Եթե դուք չեք կարողան, չի բավարարում ձեր խաղաքարտերը, եթե բավարարում է դուք կպատվիրեք խաղը, իսկ եթե չի բավարարում, ապա կհավակնեք վիստերին։ Այն է օպոզիցիան վերցնելով զսպաշապիկի այն կվերածեք կառավարության համար այդ գործիքով ազդելով պետության քաղաքականության վրա, այնպես ինչպես այն տրամաբանությամբ, ինչպես Ռուսաստանն առաջնորդվեց 21 թվականից հետո։ Արդյունքում ստանալով մի պատկեր, երբ կարևոր էլ չի նույնիսկ ընդդիմադիրների անուն ազգանունն էլ։ Կարևոր չի։ Կարևոր է, որ Հայաստանում հավաքական ընդդիմությունը Պուտինն է։ Այսօր մենք ունենք այդպիսի վիճակ եւ հիմա ռուսները ունեն խնդիր մինիմում, որ շարունակի ընդդիմությունը մնալ Պուտինը, որ
մեր ապագա կառավարությունը շարունակի ընդդիմախոսել նախ եւ առաջ Պուտինի հետ, կարևոր չի հանձի նսում։ Եվ դրանով իսկ այսպես համեմատաբար կանխատեսելի վերահսկողություն կամ վերահսկողության զգացում Ռուսաստանն ապահովի իր համար Հայաստանի հետ գործերը վարելիս։ Սա է պատկերը։ Հակառակ պատկերն էլ կա, չէ՞, ինչպես օրինակ նույն Ռուսաստանում ռեժիմի հետ անհամաձայններին թիրախավորում են որպես ինոագենտ, այստեղ էլ կա մտավախություններ որոշ մարդկանց մոտ, որ կարող է Հայաստանի իշխանությունները բոլոր են իրեն քննադատողներին, բոլոր անհամաձայններին թիրախավորել որպես Ռուսաստանի 5-րդ շարասյուն, որպես, չգիտեմ, հիբրիդային պատերազմի մասնակից եւ փորձել հենց այս ռիտորիկան օգտագործելով ազատվել։ Դա տեսություն է, որը գործնականում հիմքեր չունի այս պահի դրությամբ։ Ես իհարկե դեմ եմ այդ ինոագենտ ասվածի ինստիտուտին։ Բացառությամբ երկու դեպքի, երբ խոսքը գնում է ծայրահեղական ազդեցությունների դեմն առնելու խնդրին, երբ խոսքը գնում է, ասենք, ֆաշիստական ռոպագանդայի հետ կապված, հա, երբ թիրախավորվում է ժողովրդավարությունը։ Այո, ժողովրդավարությունը, ես ասել եմ, պետք է կրկնեմ, որ պետք է լինի բռունցքներով, որը միայն պետք է սահմանափակված լինի օրենքով եւ ունենա պետությունը մոնոպոլիա, որովհետեւ Ռուսաստան գովաբանողները տալիս են բարոյական իրավունք իրենց հետ վարվելու նույն ձևով, ինչ ձևով վարվում է իրենց սիրելի Ռուսաստանը բոլոր նրանց հետ, ում համարում է, որ իր դեմ են։ Բայց սա հարցի բարոյական մասն է, ես էլ եմ ասում, ես դեմ եմ դրում, բայց հնարավոր չի Հայաստանում, ասենք, լեգիտիմ ձևով չի կարելի, հա, Հայաստանում լեգիտիմ ձևով, ասենք, վիճարկել պետության գոյության կամ չգոյության հարցը։ Չի կարելի ուղղակի։ Եվ նման բանն այո պետք է սահմանափակվի։ Ես բազմիցս սա եւ հիմնավորել եմ եւ ասել եմ, բայց առայժմ սա եւս մնում է տեսության մակարդակի, մենք մասնակցելու ենք ընտրություններին եւ պարլամենտ անցնելու պարագայում մենք այո նման նախաձեռնություններով հանդես ենք գալու, որովհետև պետությունն անշուն գեղ չի, որ ամեն մեկը գա ու առանց փետի ման գա, էլի։ Ունեք արդեն ծրագիր։ Այո, ունենք եւ առաջիկայում պլանավորում ենք դրա պրեզենտացիան, այսպես հանդիսավոր ձևով հրապարակել, ներկայացնել։ Ձեր առանցքային դիրքորոշումները, եթե ես չեմ սխալվում, Եվրամիության մասը դառնալու հստակ կողմնակից եք դուք։ Տեսեք, այո։ Մենք հանդես ենք գալու, հանդես եկանք որպես նախաձեռնողներից մեկը այն 3 քաղաքական ուժերից եւ մի շարք հասարակական կազմակերպությունների, որ համատեղ ուժերով հավաքեցինք ստորագրությունները այն օրենքի ընդունման համար, հա, որն էլ հենց հասավ իր տրամաբանական ավարտին եւ դարձավ օրենք Եվրամիության անդամակցության քաղաքական կուրսի մեկնարկի մասին օրենքի։ Եվ մենք պայմանավորվածություն ունեինք, որ մենք պետք է նաեւ համատեղ ուժերով հանդես գանք, բայց հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին, մեր գործընկերները այլ որոշումներ ընդունեցին, որոշումներ, որոնց մենք վերաբերվում ենք հարգանքով, սակայն մենք էլ մեր պատկերացումն ունենք, մենք շարունակում ենք մնալ այն համոզման, որ այս կոնսոլիդացիան անհրաժեշտ է, եւ մենք դրա համար նախատեսում ենք հանդես գալ ընդլայնված ցուցակով, այսինքն նաեւ այլ քաղաքական, հասարակական հայտնի գործիչների առաջ եւս բացել մեր դռները, հա, եւ այսպես հանդես գալ
տենց միասնական թիմով եւ այսինքն դեռ բաց եք բանակցությունելու եւ միավորվելու համար ավարտական փուլում է արդեն այդ ամենը եւ կվերջնականացնենք առաջիկա օրերի ընթացքում եւ մենք չենք առաջնորդվել եւ չենք առաջնորդվում կուսակցական էգոիզմով այդ իմաստով էլի համարելով որ անելիքներ կան որոնք ավելի կարեւոր են քան այն թե ով դա կանի մենք թե ոչ մենք Ձեր ընդդիմախոսները ձեզ անվանում են Նիկոլ Փաշինյանի ավելի ճիշտ քաղաքացիական պայմանագիր կուսակցության սատելիտներ այսպես ասած արհեստական ընդդիմություն որ իշխանությունը ստեղծել է իր համար ինչպես է արձագանքում իշխանությունը մեր ստեղծման հետ որևէ կապ չունի չի ունեցել եւ չի էլ ունենալու բնականաբար մեզ այսպես ասենք ընդդիմախոսելու ձևերից մեկն է դա մեզ թե ինչ կանվանեն մենք ճիշտն ասած այդ ամենին մեծ ուշադրություն չենք դարձնում որովհետև մեր ասելիքն էլ արածն էլ մակերեսին է եւ պարզապես այստեղ իրենց դա հիմք է իբր հիմք է հանդիսանում այն որ մենք հայտարարել ենք որ մենք կան 6 հարցեր որոնց հետ կապված մենք բանավեճ չունենք ոչ իրար մեջ ոչ էլ իշխանության հետ դա խաղաղությունն է Ադրբեջանի հետ դա փոխկապակցվածության ձևավորումն է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ դա եվրոինտեգրումն է լիիրավ անդամակցության հեռանկարով դա ռազմավարական գործընկերությունն է Միացյալ Նահանգների հետ լիարժեք դաշինքի հեռանկարով դա ժողովրդավարությունն է եւ դա օրենքի գերակայությունն է այստեղ թե դա պետք է լինի թե չլինի մենք բանավեճ չունենք բայց մենք բանավեճ ունեցել ենք ունենք եւ ունենալու ենք այդ ամենի խորության տեմպի եւ որակի հետ կապված եւ ինչն էլ այո եւ մենք էլ այդ հարցով նույնպես բաց այո ընդդիմախոսել եւ ընդդիմախոսում ենք իշխանությունների հետ եւ այդ մասին թե իշխանությունը գիտի թե ովքեր հետևում են մեր գործունեությանը նրանք եւս գիտեն նաեւ նրանք ովքեր որոշել են մեզ ընդդիմախոսեն բնականա նման բաներ կասեն էլ սատելիտ էլ կցորդ էլ մեկ էլ մյուս բայց էլ եմ ասում մենք այդ ամենին փիլիսոփայորեն ենք ձեր թույլտվությամբ շարունակեմ ձեր ընդդիմախոսների թեման առանց Արցախ այսքան փախստականներով Ադրբեջանի հետ խաղաղության գնալը որակվում է որոշ քաղաքական ուժերի կողմից որպես դավաճանություն ինչպես եք մեկնաբանում սա գիտեք ինչպես կորակեն կարելի է որակել ցանկացած ձևի բայց ամբողջ խնդիրը հետեւյալն է իսկ ինչի ու ինչի միջև ենք մենք այսօր իսկ որն է երկընտրանքը հա ինչի եւ ինչի միջև պատերազմը եղել է պատերազմն ավարտվել է այսօր երկընտրանքը հետեւյալն է մենք շարունակում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ տարբերակ 1 եւ երկրորդը մենք անում ենք այն ինչ անում ենք հիմա 2 երրորդը չկա իհարկե որոշակի ասում են արժանապատիվ խաղաղություն երրորդ տարբերակ երաշխավորով դրանք տարբերակ չեն դրանք մանիպուլյացիաներ են եւ դրանք վերաբերվում են առաջին տարբերակին այսինքն Ադրբեջանի հետ կոնֆլիկտը շարունակելու տարբերակին ընդ որում դրանք շատ սպეციფიկ ուժեր են այն ուժերն են որոնց համար էլ բարեխոսում էր Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ եւ մերժում ստացավ դրա հետ կապված հղումանելով սահմանադրությանը չնայած միայն դա չի այլ միայն այստեղ նաեւ մերժման հիմքն էլ այն է որ ձեր անլվաքիթը չպետք է մտնի մեր ներքին գործերին անկախ նրանից մեր սահմանադրության մեջ ինչա գրած ինչ չի գրած եւ նման խոզավարի պահվածքը երբ ոտերդ կհանես ու կդնես սեղանին մենք բարձր չենք հանդուրժելու իսկ դա այնտեղ տեղի է ունենում հենց դա որովհետեւ ռուսների համար Հայաստանը ժամանակավորապես կորցրած տարածք է
իսկ ընտրությունները հրաշալի հնարավորություն այդ ժամանակավոր կորուստը հետ բերելու համար։ Ուզում եմ ասել, не дождётесь։ Հետևաբար այստեղ մենք ընդհանրապես որևէ կոմպրոմիսի կամ ինչ-որ դնել իրենց, չգիտեմ, պոետիկ հոգին վերլուծելու միտված եւ հակված չենք։ Հետևաբար այստեղ մենք ուղղակի չենք հանդուրժելու նման ոճի, նման որակի, նման հարթության վրա խոսակցություն Հայաստանի Հանրապետության հետ։ Հայաստանը 35 տարվա անկախ պետություն է եւ հիմա թեւակողել է իր պետականության զարգացման հաջորդ շրջափուլը, որտեղ Ռուսաստանը իր այս ձևով անելիք չունի։ Ռուսաստանը, ով է պարոն Օվերչուկի շուրթերով, որոշակի սպառնալիքներ հնչեցրեց, թե խոսեցին օդի, այսինքն ավիա տեղափոխման, այսպես ասենք, սանկցիաների մասին, որ կարող է փակվել այդ հնարավորությունը, թե այլ եւ ի վերջո մենք բոլորս գիտենք Լարսի անցակետի մասին, հա, որից այդքան Հայաստանը կախված է։ Գազի գների մասին էլ չեմ խոսում։ Ինչ եք կարծում։ Իրատեսական են արդյոք նման սպառնալիքները։ Տեսեք, այս ամենը մեզ տանում է 13 տարի առաջ, երբ Հայաստանի առաջ դրեցին պայմաններ, ինչպես են Մարիո Պիուզոյի ստեղծագործության մեջ, չէ, մեզ արեցին առաջարկ, որից հնարավոր չէր հրաժարվել։ Եվ ասում են մի գիշերվա մեջ, մի գիշեր չէր, այլ 2 ժամվա մեջ էր Սերժ Սարգսյանը ընկրկեց եւ Հայաստանը թրաֆիքինգի ենթարկվեց ռուսական այս ԵԱՏՄ-ն, որի տակից դեռ մինչև հիմա դուրս չեն գալիս։ Եվ հիմա մեզ փորձում են այդ Ստոկհոլմյան սինդրոմ ներշնչել, որ դա բխում է մեր շահերից։ Դա չի բխում մեր շահերից։ Իսկ դուք ԵԱՏՄ-ի մեր անդամակցությունը բացասական եք գնահատում։ Առաջին իսկ օրվանից սեպտեմբերի 4-ից սկսած։ Բայց տնտեսագետները բավականին լավ են, չէ՞։ Թե։ Գիտեք ինչ ամոթ է։ Հաջորդը եկեք ուղղակի նայենք ինչ գործիքակազմ այն ժամանակ կար եւ ինչ կա հիմա։ Անվտանգություն, պաշտպանություն, պատերազմի վտանգ։ Դա էր այն հիմնականը, որ դրեցին Հայաստանի առաջ եւ Հայաստանն էլ իր արած սխալ ռազմավարական որոշման բերումով, հա, որ արվեց 90-ականներին, ուղղակի շատ ծանր երկընտրանքի առաջ էր կանգնած։ Իսկ իշխանությունն էլ կոռումպացված էր, լեգիտիմության խնդիր ուներ, թույլ, կոմպրոմատները վրան տոննաներով դրսևորեց անկարողություն այդ ամենին դիմագրավելու։ Հիմա անվտանգության առումով Ռուսաստանը որևէ լծակ չունի Հայաստանի հետ կապված, պաշտպանության առումով նույնը, պատերազմի վտանգի առումով նույնը։ Նույնիսկ եթե մենք համարում ենք, որ մեր տարածաշրջանում կա անկայունության կամ ապակայունացման ինչ-որ պոտենցիալ, Ռուսաստանը դրա հետ ուղղակի կապ չունի։ Այսինքն եթե դիցուկ սեպտեմբերին Իլհամ Ալիևը կամ օգոստոսին կամ երբ ուզի որոշի նոր լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի Հանրապետության դեմ, Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի լուրջ ազդեցություն այդ ընթացքի վրա չունի, ճիշտ եմ հասկանում։ Եթե, հա, շատ եթե։ Իսկ դրա հավանականությունը ցածր է գնահատում։ Գրեթե զրոյականին մոտ, որովհետև այստեղ նաև շատ բան կախված է Հայաստանում ներսում ինչ տեղի կունենա։ Եթե Հայաստանում, հա, ինչպես նաև ասվեց այն մասին, որ ռուսական ուժերը գան իշխանության, իսկ նրանք գալիս են ձևավորվող ճարտարապետության ռևիզիայի դիրքերից, ապա մենք կարող ենք խնդիր ունենալ, այո։ Որովհետև մենք այսօր պաշտպանված ենք միջազգայինորեն ճանաչված սահմաններով։ Սովետը փլուզվեց եւ սովետի փլուզմամբ մենք ստացանք անկախություն եւ ճանաչվեցինք որպես պետություն։ Ինչ սահմաններով։ Այն սահմաններով,
որի հետ կապված մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք եւ Ռուսաստանն էլ դրա տակ ստորագրեց Ալմաթիում 91 թվականին։ Հիմա մենք խնդրեմը, որ ունենք ՀԱՊԿ-ի հետ, Ռուսաստանի հետ, չի ասվում դրա մասին։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի իր իսկ կողմից ստորագրված Ալմաթիի հռչակագիրն է այսօր ռևիզիայի ենթարկում։ Եվ մենք Ուկրաինայում պատերազմը հենց դրա մասին է։ Էլ Ղրիմ, էլ Դոնբաս, էլ Հենց դա է ուզում ասել, երբ մենք խոսում ենք միջազգայինորեն պաշտպանության մասին սահմանների, մենք տեսնում ենք Թուրքիան մտնում է Իրաք, մենք տեսնում ենք Ռուսաստանը մտնում է Ուկրաինա։ Բայց անեքսիայի չի ենթարկում Իրաքը, մեկ երկրորդը Ղրիմն անեքսիայի է ենթարկում։ Ասում եմ Իրաքը Թուրքիան մտնելուց էլ անեքսիայի չի ենթարկում։ Ամբողջ խնդիրն այս է։ Իսկ Ռուսաստանը փաստորեն սահմանների գոյությունն է դնում հարցականի տակ, երբ ռուսական պատվիրակությունը գալիս է ջերմուկ 22 թվականի սեպտեմբերին, որպեսզի տեսնի ինչ է կատարվել, իբր չի հասկացել, երբ հայ զինվորականները ասում են, ահա ադրբեջանցիները եկել են առաջ մեր տարածք, ինչ են ասում այդ խոզաբարո դուրս պրծուկները, ասում են դա մենք ենք որոշում, որն է ձեր սահմանը, որը ոչ, որից հետո նրանց թողում են այնտեղ եւ հետ են վերադառնում Երևան հայ զինվորականները։ Այս խոսքերը ձեզ պատմել են հավաստի է, ես այնտեղ չեմ եղել այնպես որ։ Այո, հենց դա այդպես էլ եղել է եւ ըստ էության Ռուսաստանը մինչեւ հիմա չի ասում, որ ինքը ճանաչում է Ալմաթիի դեկլարացիայի դերույթները։ Ինչի համար չի ասում, դա էլ է հասկանալի, որովհետեւ Ուկրաինայի պատերազմը հենց այդ դերույթների խախտման մասին է։ Եվ այդ իմաստով այո Ռուսաստանն այսօր թիվ 1 էգզիստենցիալ մակարդակի վտանգն է Հայաստանի համար։ Իսկ ինչու չի ասում։ Տեսեք, շատ բարձր Ադրբեջանի ինքն իր դեմ հոծուցում չի տալու։ Կոպիտ ասած։ Չէ, ուզում ասեմ Ռուսաստանի շահերից է բխում կա որոշակի պայմանագրային ֆիքսված հարաբերություններ անվտանգության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Եվ իր իսկ շահերից է բխում ինչ որ ձև արձագանքել։ Երբ Հայաստանի վրա կրակում են, հա գոնե, չգիտեմ, դատապարտող հայտարարությամբ հանդես գալ, չեմ ասում տանկեր մտցնել, հա, ինչ որ ձև ինչու դա տեղի չի ունենում, ինչ որ տրամաբանական պատճառ։ Տեսեք, մենք խոսում ենք Ռուսաստանի մասին։ Այն ինչ դուք ասում եք, այո, ռացիոնալ է, այո, դա այդպես է։ Եթե մենք դիտարկում ենք ապրիորի, որ Ռուսաստանը բացառապես ռացիոնալության դիրքերից է հանդես գալիս եւ դիրքավորվում է հենց ռացիոնալ դաշտում։ Բայց եթե դա այդպես լիներ, Ռուսաստանը չպետք է հարձակվեր Ուկրաինայի վրա։ Ռուսաստանը Եվրոպայի հետ աննախադեպ ծավալների գազային պայմանագիր կնքելուց հետո չպետք է վեր կեներ ասեր գազը մեր էներգետիկ զենքն է, հասկանում եք։ Եվ այլ բազմաթիվ իռացիոնալ, եթե չասենք ապուշ բաներ, որ Ռուսաստանն այո կարող է անել։ Մեր զրույցը մոտենում է ավարտին, այդուհանդերձ։ Ձեր ուժը ֆորմատը կապ չունի։ Այսպես թե այնպես մտավ ազգային ժողով։ Ասում եմ ձեր գործողությունները, ինչ եք պլանավորում անել նոր ազգային ժողով։ Պլանավորում ենք անել այն ամենը, ինչ ամրապնդելու է Հայաստանի սուվերենությունը, անվտանգությունը եւ զարգացումը։ Եվ ամրապնդելու է այդ ամենի անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքները։ Մենք մեր այսպես համոզմունքներով նաև ինստիտուցիաների, այսպես ինստիտուցիոնալիստ լինելով, հա, համարելով դա պետության գոյության գրավական աստեյության, հա։ Այո, ջանք ու երրանք չենք խնայել, մնացածը տեղավորվում է այդ շրջանակներ, այսպես եթե հակիրճ լինեն, մնացածը մանրամասները մեր ծրագրով, մանրամասնորեն նույնիսկ ալգորիթմերով նշված են, այո, եւ Հայաստանը պետք է մաքրվի աղբից, մեր
պետությունը նման է մի շատ գեղեցիկ եւ տաղանդավոր մի երեխայի, որի փորի մեջ ճիճու է ընկած։ Եվ պետք է բուժել այդ երեխային նախ եւ առաջ այդ վարակներից, առողջություն ապահովել, հետո Զարգացում։ լավ զարգացում, սպորտի, հա, կրթության, լավ դաստիարակել եւ թողնել ժառանգներին, այո։ Շատ լավ։ Պատկերավոր ասած։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը Թարմ ուղեղով հաղորդաշարներ եթերում։ Մեր հյուրն էր Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը։ Ստեսություն։